Mən մի videom կիսատ մնաց, որտեղ զանգ եկա, սա էլ լրացում են են մյուս նախորդ վիդեոյի, ով կուզի թու վերջնի կպցին իրար, կիսվի կամ չկիսվի դուք գիտեք։ Անկախ ամեն ինչից, ես որպես հայ, որպես քրիստոնյա, որպես Սուրբ Մեռոնով մկրտություն ստացած, ազգությամբ հայ, ես հպարտանալու շատ առիթներ ունեմ մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցով, որտեղ մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցին միշտ դարերի վեր տարբերվել է բոլոր մյուս եկեղեցիներից։ Իսկ հայ առաքելական եկեղեցու կերպարը փորձում են հիմա խեղաթյուրել սուբյեկտիվ կամ օբյեկտիվ մի շարք պատճառներով։ Բայց հայ առաքելական Սուրբ եկեղեցին դա միակ կառույցն է աշխարհի բոլոր եկեղեցիների մեջ, որտեղ եկեղեցական ժողովի կողմից ընտրված կաթողիկոսը համարվում է օծյալ։ Իսկ մյուս բոլոր եկեղեցիներում Հռոմի պապ, կաթոլիկ եկեղեցի, մեկ այլ եկեղեցիներում իրենք իրենց հոգևոր առաջնորդին ընտրում են փակ քվեարկությամբ, կարդինալները, կաթոլիկ եկեղեցի կամ մեկ այլ եկեղեցի։ Իսկ մեր եկեղեցին դա անում է բաց ժողովի տեսքով, որտեղ նստած են լինում բարձրաստիճան հոգևորականներ, ովքեր հասել են այդ բարձրաստիճան հոգևոր կարգին իրենց ապրած կյանքի շնորհիվ, իրենց ուսման, իրենց եկեղեցուն նվիրված լինելու շնորհիվ։ Ես չեմ խոսում այն հոգևորականների մասին, ովքեր լինելով բարձրաստիճան հոգևորական, կենակցել են քահանայի կնոջ հետ, ովքեր լինելով Վրաստանում հոգևոր թեմի առաջնորդ, Վրաստանի իշխանություններից մոտ, եթե վերածենք ԱՄՆ դոլարի, $500,000 չափով գումար են ստացել, որպեսի վերանորոգեն Վրաստանի տարածքում գտնվող հայ առաքելական եկեղեցիները, բայց այդ գումարը յուրացրել են։ Ու այսօր իրանք հանդես են գալի Նիկոլի հետ կողք կողքի։ Ես չեմ խոսում մյուս հոգևորականների մասին, դե զանգն եք ավելի։ Ես չեմ խոսում մյուս հոգևորականների մասին, ովքեր ուրացել են այն ամենասուրբը, որ իրանք տվել են Սուրբ Խորանի առաջ, իրանց երդումը։ Ես ես լա խոսացող զանգի վերից։ Տես, չեն կարող մարդիկ հանգստանալ։ Անջատվավ, որտեղ զանգ եկավ։ Ուխտի պարակ ամրջին ա գալի, իմ խոսալու ընթացքում էր մեր ընկերներից մեկն էր զանգել, որը շատ լավ տղա է։ Ինչ եմ ուզում սրանով ասեմ, որ աշխարհի շատ ու շատ եկեղեցիներ տարիներով, տասնամյակներով պայքարել են մեր եկեղեցու դեմ։ Բայց ուզում եմ առանձնահատուկ շեշտեմ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դեմ։ Ու այսօր կաթողիկոսին անուն դնելով, կեղծ բարեպաշտ հավատացյալներ ձևանալով, իրանք փորձում են մեզ նվաստներիս, մեղավորներիս համոզել, որ կաթողիկոսը վատն է։ Եկեք հանենք, դատենք, ավելի լավ կաթողիկոս դնենք։ Նիկոլ Փաշինյան, քո շուրջ հավաքված 10 մեղավոր հոգևորականներից որ մեկն է ամենալավը։ Եթե դու ինձ համոզես, որ դու իրանցից ցանկացած մեկի վրա չունես կոմպրոմատ, կա լոդով։ Ես դաժե գիտեմ ում վրա ինչ կոմպրոմատ ունես։ Ես ասում եմ, չէ, երկնային գրասենյակից գալում է, ասած կապ եմ հաստատել, գալիս է այդ ինֆորմացիան։ Ես ասում եմ, անգիր գիտեմ, որի վրա ինչ կոմպրոմատ ունես։ Իսկ բոլոր մյուս հոգևորականներին, որոնց դու վախեցնելով, այսի հստակ ինֆորմացիա, փորձեցիր գրավես քո կողմ, որ գահանքեց անես ամենայն հայոց հայրապետին,
Իրանց կողմից դու ստացար 3 մատների կոմբինացիա ամբողջականություն։ Գիտես խի, որտեվ դու իրանց վրա կոմպրոմատ չունես։ Այ դրա համար։ Իրանք ասեցին ավելի լավ է մենք հրաժարվենք հոգևոր կյանքից, մենք որդիական խոնարհությամբ դուրս գանք հոգևոր ծառայությունից, բայց մենք դուրս չենք գա ամենայն հայոց հայրապետի դեմ, ով համարվում է օծյալ։ Օծյալ։ Ոչ թե փակ քվեարկությամբ, ինչպես կաթոլիկներն են ընտրում, այլ համարվում է օծյալ։ Եվ Գարեգին բն միակ կաթողիկոսն է, ով ստացել է Կիլիկիո եւ Երուսաղեմի թեմի օրհնությունը։ Իսկ աշխարհիկ ոչ մի իշխանություն իրավունք չունի խառնվելու ոչ բարոյական, ոչ իրավական նորմերով եկեղեցու գործերին։ Բայց դու խառնվում ես, Նիկոլ Փաշինյան, բացատրեմ ոնց։ Դու դեկտեմբերի 7-ին, լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական եւ քաղաքական իշխանության ղեկավար, դու բարիս որոշակի իմաստով թող չնեղանան գյումրեցի ընկերներս կամ ոչ ընկերներս, դու ստորացիր գյումրեցիներին, ցույց տալով, որ էտա իա ցայր։ Այցելեցիր Գյումրի երկրաշարժի տարելիցի օրը, բայց նույն Գյումրիում պետքա տեղի ունենար 7 վերք եկեղեցում հոգեհանգստի արարողություն։ Դու եկեղեցի մտար կարմիր բերետավորներով, սև բերետավորներով, որոնց ես կարամ իմ ամոթ աբուրը մի կողմ դնեմ, անտեսելով, որ վրանցից շատերը կրում են յան ազգանունը, եւ հասարակ ոստիկանական ուժերով, որոնք չունեն կարմիր բերետ, սև բերետ, գնացիր կանգնեցիր եկեղեցում, բացելով օրվա խորհուրդը։ Դրա համար եմ ասում, քո համար արդիական ավելի շատ 5 կտակարանը։ Դու չես ընդունում ոչ հայ առաքելական Սուրբ եկեղեցին, դու չես ընդունում, որ Հիսուս Քրիստոսին որպես Աստծո որդի։ Հիմա շատերը կմտածեն, ցնդվել եմ, մտել եմ կրոնական ինչ-որ ուղղության մեջ, չէ, ես խոսում եմ պարզ իրականությունից։ Պարզ, հասարակ իրականությունից։ Եվ եթե լինեմ ավելի շատ օբյեկտիվ, ես պետք է ասեմ, որ եկեղեցին, մեր հայ առաքելական եկեղեցին եւ մեր հոգեվորականները ունեն որոշակի բաց թողումներ։ Ես ինձ իրավունք չեմ վերապահի ասեմ թերացումներ կամ մինուսներ։ Ես ով եմ մտը նման բան ասեմ։ Որովհետեւ մեր հոգեվորականները շատ հստակ կարող էին կազմակերպել ինչ-որ շնոր հանդեսներ մեր մտավորականների հետ։ Մեր ազգին չկտրելով մեր հոգևոր ժառանգությունից, որը մենք ունենք արդեն 7000 տարի։ Որոնք այդ նույն միջոցառումները տեղի են ունեցել նաև Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի օրոք, որտեղ ներկա են եղել նաև հոգևոր հայրեր։ Հոգևորականները պիտի զրուցեն ժողովրդի հետ, հեռու մի մնացեք։ Ժողովուրդը կարիք ունի հոգևոր սննդի։ Ժողովուրդը կարիք ունի տարբերակելու, թե որն է առաջնային։ Քանի որ մեր ազգի, մեր ժողովրդի մեծ մասի մոտ կա հոգևոր սննդի պակաս եւ գրագիտության պակաս, բարիս լավ իմաստով։ Վրաստանում գոյություն ունի հայ ազգությամբ հայ մարզիկ, ով ռինգա դուրս գալի դպիրի շապիկով, եկեղեցական դպիրի շապիկով։ Եվ այդ մարզիկը վերջերս արեց արտահայտություն, որ մեր եկեղեցին միշտ նեցուկ է եղել մեզ, մեր պետությանը, մեր եկեղեցին մեր պետությունն է եղել, ոչ։ Ամենայն հարգանքով քո հանդեպ, բայց մեր եկեղեցին միշտ նեցուկ է եղել մեզ որպես ազգի, երբ մենք չենք ունեցել պետություն եւ պետականություն։ Եվ դրա շնորհիվ մեր 7000 տարվա պատմամշակութային ժառանգությունը, որը այսօր փորձում են վերացնել արևմտամետ ուժերը, եվրոպամետ ուժերը, կաթոլիկ եկեղեցին իր ոչ անմիջական միջամտությամբ բերե հասցրել է մեզ այսօրվան։ Բայց ոչ նրա համար, որ Նիկոլ Փաշինյանը մտնի 7 վերք եկեղեցի եւ պղծի եկեղեցին իր ներկայությամբ։ Մի գրքի հեղինակ, որտեղ ինքը կենակցում է կույս տղաների հետ։ Այդ դրա մասին պիտի խոսեն մեր հոգևորականները, մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցու հոգևորականները։ Ստեղ ամենևին հարցը կաթողիկոսի կամ Գարեգին Բ-ի խնդիրը չի։ Ստեղ խնդիրը ավելի խորքային է, ինչպես նշեց Կոկորտի լոսագետ
Սարգսյան Գարիկը, ով ասում էր կոկորդիլոսը քարաջիկ ունի։ Ուղղակի Նիկոլ Փաշինյանը այնքան պարապած մարզված սրիկա է, որ ինքը քարտերը չի բացում, թե ինքը ինչի մար այդ ամեն ինչն անում։ Ու խելացի ավելի շատ ներփազգաց կամ հեռատես մարդիկ պետքա տարբերակ էին 8 տարվա մեջ մեկ պարզ ճշմարտություն։ Նիկոլ Փաշինյանը երբևիցե չի բարձրաձայնում իր հաջողությունները։ Երբևիցե։ Երբ որ ինչ-որ մի ֆրոնտում ինքը հասնում է հաջողության, արտաքին քաղաքականության շրջանակներում։ Իր համար եւ Ադրբեջանի համար հաջողության։ Բայց երբ ինքը դեմարդեմ կանգնում է կոտրած տաշտակի առաջ, այդ ժամանակ մենք ազգովի, մենք ժողովրդով տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի հիստերիայի 50 երանգները։ Այդ է իրականությունը։ Քանի որ ամսի 6-ին մեր Փաշյանը կրծքաբեր գնաց Ղրղզստան, ասեց իմ աչքերն էլ է դա ուսկագլաս։ Եկերեմ, քննարկեմ հմեն հարցեր։ Ամսի 7-ին վեհապարին կանչեցին դատարան։ Ու եթե հաշվի առնենք այն խոսույթը, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին հնչեցնում էր, որ կա արդյոք Հայաստանում մի դատավոր, որ կարա իմ ասածը չանի, նշանակում է ինքը որոշակի առումով հասել է հաջողության։ Մի զանգի միջոցով կարար դատավորը ինքնաբացարկ հայտներ։ Այդ ամեն ինչը հաշվի առնելով, սա երևի երալաշն է։ Կինոն հələ նոր պետք է սկսվի։ Ու որ մի ողորմելին, ողորմածինը կփորձի քար նետել իմ եկեղեցու կողմ, իմ համար ինքը դադարում է գոյություն ունենալ որպես հայ, որպես քրիստոնյա եւ առավել եւս որպես հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ։ Իմ հոգևորականը, դա իմ եկեղեցու հոգևորականն է։ Լավն է, վատն է, դա իմ ներքին կուխնյան է։ Ու ոչ մի լալոշ բոզի տղա Լենդրուշի գլխավորությամբ իրավունք չունի իմ հոգևորականին անվանի սրբապիղծ։ Սրբապիղծը դուք եք։ Սրբապիղծը դուք եք։ Իսկ բարձրաստիճան հոգևորականները, եթե նրանք ունեն իրենց մեղքի բաժինը, իրանք պատասխանատու են Աստծու առաջ։ Քանի որ ամեն մեկը պատասխանատու է իր արածի եւ